Ադրբեջանի նախագահի անձամբ իրան վարկագիծը, ռազմավարությունը քաղաքական վաղուց կարելի ասել ռիսկային է։ Գաղափարը զավթել Արցախը ռիսկային գաղափար է։ Գաղափարը Իրանի դեմ Իսրայելին տրամադրել Ադրբեջանում ինչ-որ հնարավորություններ ռիսկային գաղափար է։ Այդ գաղափարները փոխկապակցված են եւ հանդիսանում են Իլհամ Ալիևի համար իր իշխանությունը պահելու ֆունդամենտալ կարևոր գործոն։ Եվ այստեղ տեսնում ենք, որ հասունանում էր ինչ-որ մի կոնֆլիկտ հակասությունների պատճառով, որովհետև չես կարող համագործակցել եւ Իսրայելի հետ, Իրանի դեմ եւ 3 հարթակում համագործակցես Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ եւ իհարկե չես կարող անտեսես Եվրոմիությունը, եվրոպական պետությունները վաճառես այնտեղ գազ, նավթ եւ ծրագրավորես էթնիկ զտում պես շատ կոպիտ ուժով, այսինքն դեն շպրտելով միջազգային բոլոր կանոնները, խաղաղ կարգավորման պարտավորությունը, հեղինակավոր պետությունների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, չեմ նշում, այդ համանախագահությամբ արվող առաջարկները, այդքան հեշտ չի, չէ, մերժել, դեն շպրտել, անհետևանք չեն այդ բաները։ Այսինքն Ալիևը գտնվում էր турբուլենտ մի վիճակում, երբ որ ինքը տարբեր ճամբարների համար, տարբեր ճամբարների հետ գտնվում էր տարբեր իրար հակասող նույնիսկ գործարքների մեջ։ Եվ նման վիճակում, այո, Ադրբեջանում գոյություն չունի իշխանափոխության պրոցեդուրա, ինչպես Ռուսաստանում օրինակ։ Այնտեղ իշխանությունը սկզբից զավթվում է, հետո անցկացվում են ընտրություններ այդ փաստը, զավթման փաստը լեգալիզացնելու համար։ Լեգիտիմ նման իշխանությունը չի կարող լինել, բայց օրինական տեսք տալու, այսպես ասած, մեծ հաշվով այդ բանաձևը Հայաստանում էլ է գործում։ Մենք էլ դեռ չենք ունեցել այդպես ընտրություններ, որտեղ ընդդիմությունը հաղթի։ Այսինքն այդպես պրոցեդուրա չունենք, որ ընդդիմությունը ընտրություններով գա իշխանության։ Դա մեխանիզմ է, չէ, ինչ որ իշխանափոխության։ 18 թվականի դեկտեմբերի ընտրություններին Փաշինյանը վարչապետ էր, իշխող դիրք ուներ երկրում։ Երբ անցկացվեցին ընտրություններ։ Փաշինյանը իշխանության եկավ ոչ ընտրական ճանապարհով։ Սրա մասին է խոսքը։ Թե ինչպես է զավթվում, որ ճանապարհով է զավթվում իշխանությունը, դա այլ հարց է։ Ես հետ վերադառնալով Ադրբեջանին, պարզապես մեր օրինակը նույնպես կարևոր է համարում նշել, որ դա պոստսովետական տարածքում նոր պետություններին բնորոշ երևույթ է։ Եվ Միջին Ազիայի պետությունները բացառություն եղավ Ուկրաինան, բացառություն եղավ Մոլդովան, Վրաստանը, մինչև վերջերս կարելի է ասել բացառություն եղավ, բայց հիմա պես չի Վրաստանում, տեսնում ենք այնտեղ ինչ քաղաքական գործընթացներ են գնում, պոստսովետական տարածքում կարելի է ասել պահպանվում է հին սովետական ավանդույթը, որ իշխանության հարցը սկզբից որոշվում է էլիտայի կողմից, հետո ժողովրդին հրավիրում են մասնակցել այդ որոշումը լեգալիզացնելու միջոցառմանը, որը անվանվում է ընտրություն։ Ցուցադրական։ Հա, եւ առաջանում են միշտ այդ խնդիրները, որ իրողությունը սկսում է մատուցել չչացող դեպքեր,
որ այդ քվեարկությունը թերություններով է անցնում, հարկադրում են մարդկանց, կեղծում են քվեարկության արդյունքում։ Մենք այդ ամբողջը մեր երկրում տեսել ենք, ցանցել ենք եւ այդ բոլոր պետություններում ում մասին խոսում։ Այսինքն Ադրբեջանում միակ ձևը իշխանություն փոխելու այսօր փաստորեն գործնականում գույություն ունեցող դա պետական հեղաշրջումն է։ Ուրիշ ձև իրենք իշխանափոխության չունեն։ Իլհամ Ալիևի անձնական ռազմավարությունը, դեպ ինչպես եւ Վլադիմիր Պուտինի, այնպեսին է, որ անմիջական շրջապատում, ստեղ իդեպ Նիկոլ Փաշինյանին էլ նույնպես կարելի է գումարել դասել այդ բաներին, անմիջապես շրջապատում ոչ ոք չի կարող լինել իրավահաջորդ։ Այս տեսակ ղեկավարները պոստսովետական իրենք շատ հետևողական են, օրինակ Ելցինի մասին տենց բան չէր կարելի ասել, որովհետև ինքը այսպես աստղերի թիմ ուներ, շատ պայծառ, այսպես բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, հա, տարբեր ոլորտներում քաղաքական գործիչներ, մինչև հիմա այդ պլեյադան քաղաքական գործիչների հետ թողել են, հա, Նեմցով, Եվլինսկի, շատ անուններ կարելի է տալ։ Օրինակ Ադրբեջանում անհնար է, կամ այսօրվա Պուտինյան Ռուսաստանում անհնար է որևէ մեկի մասին ասել, սա ակնհայտ կարող է փոխարինել Պուտինին։ Իր թիմից, եթե իր թիմի մասին եք խոսում, չէ՞։ Իրեն շրջապատող։ Հա, իշխանության դաշտից էլի։ Այո։ Ընդդիմությունը դե չի կարող, երբեք չի հաղթում ընտրություններում, մնում է իշխանության ներսից լինի որևէ մեկը, ով կարող է փոխարինել ավտորիտար ղեկավարին։ Եվ այս մոդելի մեջ, որը որ տարբեր տեսակի ավտորիտար մոդելներ են լինում, բայց այս ցենց ասենք 2000-ականներից Պուտինի իշխանության գալուց հետո պոստսովետական տարածքում գործող ավտորիտար մոդելների մեջ միշտ այդ երևույթն է, որ մարդիկ ասում են, բա այս ինչը չլինի, ով լինի։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ասում են, Սերժ Սարգսյանը չլինի, բա ով լինի, որտեղ չկա տեխնացու շուրջը իրա, ում վրա կարելի է, հա, կանգնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ասում են, բա Նիկոլ Փաշինյանը չլինի, ով լինի, իսկ պատկերացնում եք Ադրբեջանում այդ հարցադրումը։ Դեռ ընդհանրապես այդ հարցը, չէ, բա որ չլինի Իլհամ Ալիևը ով լինի, կինը լինի կամ տղեն լինի, հա, ընտանիքը։ Այդպես է լինելու պատասխանը։ Ռուսաստանում ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է այդ առումով, Պուտինը չլինի, ով լինի, այսինքն հասարակության համար Պուտինի հեռանալու դեպքում առաջանում է վակուում, ամբողջ ինչ հիմա, հա, քարոզչական համակարգ ստեղծում է, երկրում զարգացման, պատերազմում հաղթանակի եւ այլն այդ ամբողջ քաղաքական միֆը, եթե Պուտինը չեղավ, վաղը ինքը տրակելու է եւ մի հատ ուրիշ իրողություն է մարդկանց, այսինքն մարդիկ տեսնում են իրական իրողությունը, հա, իրողությունը տեսնում են, բայց չեն ուզում դա ընդունել։